Այս մի հատ մտածենք ինչ ենք ասում։ Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ տոշն է մազերից Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ տոշն է եւ այսօր մեզ սպասվում է աշխարհի ամենալավ եւ միակ լավ էլեկտրական test drive-ը։ Porsche Taycan GTS 2022 թվականի հրաշք ինչ եմ ասում միակ, որովհետև բոլոր էլեկտրականների մեջից մենակ ես եմ սիրում։ Են էլ սիրում եմ երևի որտև Porsche է, երևի որտև շատ սիրուն է ու վարելուց իսկապես ինքը պահում է իրան այնպես, ինչպես պետքա պահի Porsche-ն։ Հրաշալի մտածած, գեղեցիկ։ Դիզայնով ինքը նման է իհարկե Panamera-ին, բայց ուրիշ է, այսինքն ինքը էլի Grand Coupe տեսակի 4 դուր կուպե մի խոսքով։ Դիմացի հատվածը, լուսարձակները, բաները տարբերվում են բնականաբար Panamera-ից, բայց այս չգիտեմ սրա գույնից է, չգիտեմ այս կարբոնա խեղտ վիճակից է, թե ինչից է, մի խոսքով շատ ճիշտ, շատ համով ամեն ինչը հավաքած մեքենա է։ Ինչպես արդեն ասեցի, կարբոն փաթեթով է, այդ նշանակում է ստեղ լիքը կարբոներեն ունենք, ստեղ կարբոններ, հետևը կարբոն, սրահում կարբոններ, մի խոսքով լավ է, կարբոնի տեսանկյունից։ Ներսնել բնականաբար ալկանտարա, ամբողջովին, ղեկով, մանով, վերևով, ներքևով կաշի ու ալկանտարա ու կարբոն։ Okay, ասի թե զորոյատնե գնա։ Уйдите отсюда, бля. Արա, դու ոնց ես տեղավորվում այդ ավտոյի մեջ, արա, հեսա լոչվելու է։ Ինչպես ասեցի, սա GTS-ն է ու իրանց ձիաուժերից ես տենց գլուխ չհանեցի։ Ինչ որ 510 ձիաուժ է, բայց ընդ launch control-ի ժամանակ, տոլի ինչի ժամանակ դառնում է 590 ձիաուժ, ես իմ ինչ միտը գրածա 600 ձիաուժ, միտը 590, միտը 510, մի խոսքով ոչ մի բան չենք հասկանում։ Արագ տոկով ավտո է։ Այդքանը հասկացել ենք։ Բայց վայ հորս սրևես ինչ անում, արա։ Simba Հա, իդեպ, այս մեքենան վաճառվում է ու եթե տեղյակ չեք, մենք ունենք էջեր, որոնք զբաղվում են մեքենաների վաճառքով, եթե հետաքրքրում է առհասարակ վաճառվող գնման ենթակա մեքենաներ, կարող եք միանալ մեր էջին drivenews.market Instagram-ում, լիքը հետաքրքիր մեքենաներ ունենք։ Սիրունը սիրունով, աշխարհի ամենագեղեցիկ մոնոստոպի լույսը, որտեղ գեղեցիկ գրված է Porsche ու իսկապես Porsche-ն շատ սիրուն է ստանում առհասարակ իր բոլոր մոդելների հետևի ստոպ լույսերը։ Ստեղ միակ տարօրինակությունը այս հատվածում են, որ տեսնում եք, ունենք գեղեցիկ սպոյլեր։ Շատ սիրուն, վարելու ժամանակ բացվում է, բան գեղեցիկ է։ Բայց բարձրացնելու, ասենց կանգնած վիճակում բարձրացնելու տարբերակ չունի։ Մենակ ունի այսենց տարբերակ, այսենց երկար, ջանջալ, խե բարձանում մեքենան։ Այսենց տարբերակ մենակ ունի։ Էս էլ ինչի համար է։ Էս էլ ինչի համար է, որ մեքենան ավտոլվացումից հետո ցենց բարձրացնես մի հատ կտորով տակը չորացնեն։ Վերջ։ Մենակ դրա համար է նախատեսված։ Ասենք ինչ կլիներ, որ մի հատ կոճակ լիներ, բարձրանար սիրուն պրեզենտացիոն տեսք ունենար մեքենան։
Անչափ հաճելի է իրականացրած բռնակները դռների։ Սենց փակվում է։ Փակվեց։ Այսինքն բացվում է։ Որ արդեն օգտվես։ Ու որպես օպցիա, այս բոլորի վրա չի, բոլորի վրա սենց սեղմելով է, կոճակով է, էլի, իստեղ սենց օպա։ Հետո օպա։ Տեխնոլոգիա։ Մի հատ էլ են կողմից կա, բայց քանի որ ես տոկերից ու տոկով ավտոներից գլուխ չեմ հանում, ստեղից ինչ որ ուրիշ տեսակի լիցքավորիչ եմ անում, ընդեղից երրաֆազ, չգիտեմ։ Տարբեր են մի խոսքով։ Կարելի է մի հատ բագաժնիկն էլ բացել խոսքի, որ երևա մեծա թե չէ։ Դեմինը, պետք է ջոգել այդ անտերը ոնց է բացվում։ Այս մեքենայի արտաքինը ինչքան էլ ագրեսիվ է, ինչքան էլ վայրենի է, բայց մեկանա քնքշանքի կարիք ունի։ Նայեք։ Միանգամից բացվում է։ Այո, այստեղ տեղադրած աշխարհի ամենածանր լիցքավորման լարերը ինչ է, մի խոսքով 110 կիլո է։ Կարող ես տեղավորել մոտավորապես այս չափի պայուսակ կամ առևտուր։ Հա, կարաս դնես։ Ուրիշ հետաքրքիր բաներ ստեղ չկա։ Ինչն է, դե Porsche է, դե ասում եք, ասեք Porsche, ապրեք, նայեք, ջերի պզիկը դրած է ստեղ, ոչ թե բոլորի նման ստեղ, այն որ սենց մի հատ է սենց լցնելուց սենց մի քիչ թափես, սենց հետո ստե կեղտոտես, հետո հանելուց սենց բերես, պայուսակդ կեղտոտես, ստեղ է, մարդավարի։ Ես ինչ եմ Porsche-ի մասին միշտ այսքան լավ բան ասում, Porsche, свяжитесь с нами։ Բայց ասեք Չեղավ։ You can leave your head Մի անգամից թուլանում է։ Սա GTS-ի ամենաֆուլ տարբերակն է, բացի պանորամայից, պանորամա չունենք, բայց դե ալկանտարան տեսնում եք, սաղ ալկանտարաններ, եսի մինչեր կարբոններ, սենց մանիտորներ, նույնիսկ երորդ մանիտոր կա, այս մեքենայի ամենաշատը ինչն է դուրս գալիս, որ սենց լիովին, սպորտային, սենց լիովին Porsche, ոգով, Porsche, ամեն ինչով, համ սրահն է, համ արտաքին տեսքն է, մի խոսքով ամեն ինչ ճիշտ տեղը պահել են։ Այստեղ նաև կա խրոնո ժամացույցը, որը էլի օպցիա է գալիս, սենց բավականին գեղեցիկ սպորտային ոճի տենց ժամացույց է, ամենակարևորը որ մեխանիկական, ստեղ ամեն ինչ արդեն թվայնացված մանիտորներ, էկրաններ, բայց ժամացույցը մեխանիկական է։ Կուզեի ասեի տախոմետր, բայց դե էլեկտրական է, տոկով ավտոյա չունի տախոմետր։ Մի մանիտորը ձեռքի տակի, պատասխանատու է կլիմատ կոնտրոլ, բեռնախցիկ բացել, փակել ու ինչ որ որոշակի կարգավորումներ կարողանում ես հենց, այսինքն առանց ձեռքդ սենց անելու, հա։ Կարողանում ես տեղից ձախած, ես ինչ կարգավորումները անել մուլտիմեդիայի։ Հա, ու կլիմատ կոնտրոլ, արդեն ասեցի։ Սա ընդհանուր մուլտիմեդիան է, որը բավականին հագեցած է, բայց չգիտեմ ինչի, ինչ որ այդքան էլ լավ չի, ոչ թե լավ չի աշխատում, այլ մոնիտորի հերցը ցածր է, ոնց որ մի քիչ հին Android լինի, այդտենց է աշխատում։ Մեկը այդքան էլ հաճելի չի, որ մեքենան նույն գույնի չի, սպիտակ է, չգիտես ինչի, ստեղ էլ է սպիտակ, որ կարա ինչ է, հա, նույն գույնի անեն, ստեղ կարմիր կարերով, բաներով, սաղ սենց սիրուն հավաքած է, բայց մեքենատ չի բռնում գույնի հետ։ Okay, երրորդ մոնիտոր, որը էլի
սենսոր, էլի համարյա բոլոր կարգավորումները, բաները, բոլոր ֆունկցիաները ունի, վարման ընթացքում էլ դառնում է ցուցիչների վահանակ, հա, որ կողքիդ նստածը, հա, կինդ կամ մաման, որ ասեն, հայ Վազգեն կամաց քշի։ Մերակ Այսպես եք ես կակ բերար ես նագոլի կողքն հա կողքն ցերով կանել ինչի մամա ինչի օրինակ ընկերուհին չէ որտեվ ընկերուհին հակառակը միշտ ասում է Վալոդ գաստու Վալոդ էդ ինձ դուր է գալիս գաստու Կարմիր գեղեցիկ ամրագոտիներով ինքնա այսի հակնում ես գնում ես փողոցով ասես հələ փախեք սարդ ես եմ գալի Միած ստոպ Հիմա շուտ մտեք Instagram Drive News TV-ին բաժանորդագրվեք, այս վիդեոյի ներքևն էլ subscribe կոճակը սեղմեք զանգակը, like, մի հատ վատ կոմենտ գրեք ու մենք անցնենք առաջ մեր test drive-ին։ Ինչն է հետաքրքիր ու ուրիշ մեքենաների մեջ չէի նկատել, չգիտեմ ուրիշների մոտ տենց է թե չէ, բայց կանգնած ենք, կանգնած ժամանակ ղեկը քարա, այսինքն դնում ես դե, դառնում է խաղալիք, մնացածի մեջ չէի նկատել։ Մեկ եք հանը կանգնած ենք նատե բան ցույց տամ, այս պոդգոլովնիկները որ կան, մեկ ինչ հաճելի է, կոճակը սեղմում ես, ու ես հաճելի է, ասես մտնում դուր գալիս ես, Ախ, ես ինչ լավ է գնում, 0-ից 100-ը, ընդամենը 3.3 վարկյան է, GTS-ին է, բնական է, այնտեղ կա Turbo S, Turbo GT, ինչ-որ սես լիքը վարիացյաներ ունի ու այդ ամեն ինչը հերիք չի, ունի Taycan 4, Taycan S, Taycan 4S, GTS, Turbo S, Turbo GT Եթե սաղ հիշեցի ու սաղ ճիշտ հիշեցի Այդ ամեն ինչը հասկացանք, օքեյ, լիքը տարբերակներ ունի, տարբեր վարիացյաներ ունի Այդ հերիք չի, մի հատ ունի, էլի մոռացա անունը Вай 12, 20, почему 24? Туризмо, ունի Cross Turismo, Universal Cross Turismo-ն ունի բոլոր վարիացիաները, 4S, GTS, Turbo S այդ ամեն ինչը Այդ հերիք չի, մի հատ էլ ունի Sport Turismo Sport Turismo-ն նույն Cross Turismo-ն է Չհասկացա էլ ինչն էր տարբերությունը Cross Turismo-ի ու Sport Turismo-ի, բայց Sport Turismo-ները ու սա տեխնիկական տվյալներով գրեթե նույնն են, այսինքն 0-ից 100, այնտեղ մեկ լիցքավորումով այսքան վարել, քաշ, մի խոսքով, համարյա նույնն են, չնչին տարբերությունները, բայց Cross Turismo-ն ու Sport Turismo-ն իրարից մի քիչ տարբերվում են, այսինքն Cross Turismo-ն ամեն տվյալներով, բոլոր ցուցանիշներով մի քիչ ավելի ցածր է, մի քիչ ավելի դանդաղ է, մի քիչ ավելի ծանր է, մի քիչ ավելի մի քիչ ավելի թույլ է ամեն ինչ։ Լավ չհասկացա ինչումն էր տարբերությունը, բայց բոլոր տարբերակները, այդ բոլոր վարիացիաները ունեն։ Ու Porsche-ն առհասարակ մի բան, որ հանում է, մի մոդել, ահա որ շատ մոդիֆիկացիաներ ունենում դրա վրա։ Չեմ հիշում որ թվականին, բայց Porsche 911-ը ճանաչվեց աշխարհի ամենաշատ մոդիֆիկացիաներ ունեցող մոդելը։
911-ը, եթե չեմ սխալվում, 27 վարիացիա ուներ։ Շատ հաճելի է ինձ վարելը, որովհետև այս նստելու ձևը, նստելու դիրքը, այս համարյա որ ասֆալտին կպած այս շատ սպորտային ոգին շատ կա այս մեքենայի մեջ։ Թե ցուցիչների վահանակը, ես չեմ սիրում sense թվային ամեն ինչով ցուցիչների վահանակ, բայց այդտեղ նենց լավ է իրականացրած։ Sense նայեք, մեծ ցուցիչների վահանակա ու ամբողջ ինֆորմացիան նենց ճիշտ է դասավորած, աշխատող կոճակները ու այս կողմի աշխատող կոճակները sense շատ ծայրերով է դրած, մնացած ինֆորմացիան մի քիչ կենտրոնացած ավելի մեջտեղ ու այն հատվածը որը որ ղեկը փակում է, ոչ մի բան չկա։ Ոչ ցուցիչ, ոչ կոճակ, ոչ մի բան։ Այսինքն ղեկը, նու ամեն դեպքում իմ բոյի համար, իմ այս տվյալ պահի կարգավորումներով իդեալական ղեկը ընկնում է այնտեղ, որտեղ դատարկությունը։ Ինչն է շատ հետաքրքիր, որին հեսա քիչ հետո կանրադառնանք, այս էլեկտրական մեքենան այս տոկով, այս power bank-ը ունի շատ հաճելի ձայն։ Գազը սեղմելուց, ունի հաճելի ձայն։ Տարօրինակ բաներ եմ, չէ՞ ասում։ Օրինակ մնացած power bank-երը բոլորս էլ գիտենք ինչ տհաճ նյարդայնացնող ու ոչ մեր մոլորակին հարիր ձայն են հանում, բայց այստեղ այդպես չի։ Հեսա քիչ հետո, որ գազը սեղմեմ, կիմանաք ու դա էլ անջատվում միանում այս կոճակով սեղմում ես ձայնը կա թե չկա այ հիմա ձայնը կա սենց դանդաղ գնալուց էլի այլ մոլորակային է բայց լավ գազը սեղմելուց շատ հաճելի է մի խոսքով Ունի տարբեր վարման ռեժիմներ, բնականաբար, ինչպես եւ բոլոր նորմալ իրենց հարգող մեքենաները, այս պահին գնում ենք նորմալ ռեժիմով, կոչվում է նորմալ, ձայնը լրիվ այլ է։ Այս մեքենան ինձ թվում է, ինչ որ ոնց որ ունենա երկրորդ փոխանցում։ Տեսեք, փոխում ենք սպորտ, ձենին ուշադիր եղեք։ Ոնց որ մի փոխանցում հետ իջնի ինքը։ Անգավ սպորտ ռեժիմ։ Դնում ենք սպորտ պլյուս ու գազը սեղմում ենք շատ հաճելի է վերցնում, բայց ամեն դեպքում, քանի որ տոկով ավտոյա, ընթացքից իր այդ ակտիվությունը, այն գազանությունը այդքան չի զգացում, որովհետև ուրիշ ձև աշխատում շարժիչները, բնականաբար ընթացքում էլեկտրական մեքենաները առհասարակ ավելի վատ են գնում, քան մեկնարկը։ Դրա համար բոլոր էլեկտրական մեքենաներ ունեցողները որպես իրանց բան, սփոփանք, խրախուսանք բոլոր ավտոսիրողներին, երբ որ փորձում են բացատրեն, թե ինչ լավ բան է էլեկտրական մեքենան, ասում են, ախպեր 0-ից 100 գիտես ոնց է իթում, նենց է ստարտը վեկալում, միակ դրական բաներից մեկն է էլեկտրական մեքենաների, որով փորձում են ավտոսիրողներին համոզել, որ էլեկտրական մեքենան լավ բան է։ Կամ իրանց համոզել, չգիտեմ, լիքը մարդ կա, օրինակ, փոշմանել է, չէ, կան տենց մարդիկ, գիտենք, բայց ամբողջ հարցն է, որ սովորական ներքին այրման շարժիչով մեքենաներ սիրողները, նենց չի, որ այդ 0-ից 100-ի համար են մեքենա սիրում, նենց չի, որ, եթե դրա 0-ից 100-ը լավն է, ուրեմն, Չէ, տենց չի։ Սիրում են էմոցիայի համար, սիրում են ձայների համար, սիրում են այն ամեն ինչի համար, որ գազը սեղմում ես, հասկանում ես ինչքան պրոցեսներ է մեքենան իրականացնում, խառը տարբեր, ճիշտ, գրագետ, ճշգրիտ, որ այդ տվյալները ստանում է, որ այդ ամեն ինչը իրականացնում է, այդ հզորությունը դնում է ասֆալտին եւ այլն։ Իսկ ստեղ նախ նորմալ ոչ ոք չի էլ հասկանում ինչ է տեղի ունենում, տոկով շարժիչ է էլի։
Հա, մեր փոշեկուլն էլ է տենց օրինակ, շատերի համար։ Ну, ես էլ տենց մեծ հաշվով չեմ հասկանում իհարկե։ Երկրորդը տենց առանձնապես ինչ որ շատ գործողություններ տեղի չի ունենում։ Գազի ոտնակը հոսանքը տվեց, այսինքն ինֆորմացիան տվեց, շարժիչը հոսանքը վերցրեց, պտտվեց, անիվները պտտեց։ Ինչ որ ոչ մի ինչ որ տենց լուրջ տեխնոլոգիչնի բան ես չեմ տեսնում այդտեղ, էլի, անկեղծ ասած։ Ու ես շատ մեծ հույս ունեմ ու համարյա վստահ եմ, որ այն տենդենսը, այն կանաչ, իբր կանաչ տենդենսը, այդ օրակարգը, որ ամբողջ աշխարհը նայում էր դեպի էլեկտրական մեքենաներ, կամաց հոդը սենց հնդելու ու ոչ մի երկիր էլ տենց որ ասեմ անցնելու է էլեկտրական մեքենաներին Հենց որ ավտոսիրողներ ջան կարակ հանգիստ լինեք, նու ինչ որ չափով, հա, բնականա ոչ մի երաշխիքներ ես այդ հաշվով չեմ կարող տալ, բայց ամեն ինչ տանում է դրան ամեն դեպքում, որ գոնե ինչ որ ժամանակ կարող ենք հանգիստ շնչել ու 2030 թվականից ոչ մի վատ բաներ տեղի չեն ունենալու մեզ հետ ու մեր սիրած մեքենաների հետ։ Ինչը, օրինակ ըստիս ինչը կարա փոխվի, որ ոչ թե մեքենաները դառնան էլեկտրական, այսինքն ոչ թե գնա դեպի այդ էլեկտրական տենդենս, այլ էլի ներքին այրման շարժիչներով, բայց այլ ալտերնատիվ վառելիքներով, օրինակ կլինի, չգիտեմ, ջրածին կլինի, ինչ որ մի այլ ուրիշ բան կհորինեն դրանով կլինի, բայց էլեկտրական կամ չի մնա, կամ շատ ուրիշ ձևի կփոխվի մեր այսօրվա էլեկտրական այդ իրականությունից մի խոսքով։ Շատ լսողա ղեկը, շատ մեքենան շատ լսողա, նայեք, մեքենան շատ ծանր է, բնականաբար, ասենք նույն Պանամերայի համեմատ աննկարագրելի, անմխիթար ծանր մեքենա է։ Ու քանի որ ներքևում դե տեղադրված է բնականաբար մարդկոցները, ծանրության կենտրոնը շատ ներքև է իջացրած։ Դա բոլոր էլեկտրամոբիլների մոտ է այդպես ու իբր պետքա լավ կառավարվեն էլեկտրամոբիլները, զուտ ծանրության կենտրոնը ներքև լինելու հաշվին։ Բայց ինչի տենց չի, ինչի լավ չեն կառավարվում նույն Տեսլաները, նույն այն մնացած չինական այդ բոլոր բաները, եզակի մեքենաներ կան, եզակի մոդելներ կան, որ կառավարելիությունը լավն է։ Համապատասխանում է, ասենք, իր ընթացքին, համապատասխանում են արգելակները իր ընթացքին, քիչ են տենց մեքենաներ, որովհետև նորմալ, պատշաճ փորձարկումներ չեն անցկացվում այդ մեքենաների համար։ Չեն անցկացվում ինչի, որովհետև քանի որ այդ էլեկտրական, այդ օրակարգը եկել է ավտոարտադրողների գլխին է լցվել, ավտոարտադրողներն չգիտեն ինչ անեն դրա հետ, ամեն մեկը պարտադիր պետք է ունենա էլեկտրամոբիլ։ Հա, եթե չգիտեիք ասեմ, որ այսօր յուրաքանչյուր ավտոարտադրող այսօրվա դրությամբ դեռ պարտադիր պետք է ունենա արտադրության էլեկտրամոբիլ։ Ու քանի որ այդ իբր այդ շուխուրներով, որ վերջ 2030-ից արդեն բոլորը անցնելու են սենց, ես մինչեր մի խոսքով էլի շատ չխորանամ, այդ հետո մի օր կտեսնենք կպատմեմ։ Հա, շատ երկար է։ Դրա համար ավտոարտադրողները այդ սենց հապ ջեփ սկսեցին արտադրել առանց մեծ հաշվով հասկանալու ու առանց հետազոտումներ անելու էլեկտրամոբիլներ։ Դրանից տուժեցին համ էլեկտրամոբիլները ու դրանից ամենաշատը տուժեցին ովքեր նորմալ մեքենասիրողները, այսինքն ներքին այրման շարժիչով, որովհետև բոլոր ավտոարտադրողները կենտրոնացրել էին իրանց ամբողջ ուժերը էլեկտրականի վրա ու վերջի մի 10-15 տարին երևի ոչ նորարարություն մտածեցին, ոչ ինչ-որ տեխնոլոգիապես նոր զարգացած եսիմ ինչեր, մի խոսքով, այսօրվա դրությամբ ինձ համար, եթե էլեկտրամոբիլ, եթե ինչ-որ մեկը մի օր պարտադրի, որ պետք է վարել էլեկտրամոբիլ, ես կնախընտրեմ Porsche։ Porsche, свяжитесь со мной, в чем проблема? Я уже сколько, у меня у жены даже есть Porsche, почему у меня до сих пор нет? Taycan։
մնացածը չէ։ Այս Sport Plus-ի տակ ղեկը նենց է պնդանում, չնայած նորմալ ռեժիմում էլ է բավականին ձիգ ու այն որ անընդհատ ուզում է հետ բերի, բայց մի քիչ համեմատած Sport Plus-ին փափուկ է։ Իսկ Sport Plus-ի տակ ինքը համ ահավոր պինդ է, համ որ թեքվում ես, որ մտնում ես, այնա էլի տեսակ փոխարկում կատարեց, որ մտնում ես շրջադարձ, նայեք հիմա ստեղից մտնում թեքվում ենք ձախ, ղեկը անընդհատ ուզում է հետ բերի, սենց շատ ձիգ, սենց ինքը սենց հոպ ուզում է հետ քաշի։ Պետք է լավ կենտրոնացած լինես, որ իրան չթողես հետ գա։ Ու սենց շատ արագ է հետ գալիս։ Ամեն դեպքում այն խաղալիք զգացողությունը, որը ունեն 99.9% էլեկտրոմոբիլները, այդ տոկով ավտոները, ստեղ չկա։ Ստեղ իսկապես զգացվում է, որ դու սպորտային մեքենայի ղեկին ես։ Հիմա, քանի որ Sport Plus-ում ենք, ու քանի որ ես շատ եմ ուզում, որ դուք այդ ձենը վայելեք, հիմա լսենք մի հատ, հա։ Հրաշալի, բայց էլի այդ խնդիրը ունի, այն բոլոր էլեկտրոմոբիլների խնդիրը, որի մասին քիչ առաջ ասում էի, որ սկիզբը շատ լավ է, շատ աշխուժ է, հետո սկսում է հանգել, հետո մի հատ որոշ արագությունից հետո սկսում է շունչը կտրվել արդեն։ Հիմա փորձենք մի քիչ ավելի դանդաղ, հետևից գալիս են։ Մի րոպե, հեսա կկազմակերպենք։ Գնացինք։ Հետաքրքիր է հիմա վարելուց սպոյլերը բացվում է, թե չէ։ Այդ ես հետո ձեզ հետ միասին վիդեոյով կտեսնեմ, որովհետև պատուհանը հետևի այնքան փոքր է, այսքան է, բան չի երևում։ Մեքենան բավականին չոր է, իհարկե, մի րոպե, այդ Sport Plus-ում, իսկ եթե նորմալ։ Այլ մի քիչ փափուկ է, բայց ոչ մի բանի մասին փափուկ է։ Ու ասեմ, ինչից եմ զարմացած, ձայնամեկուսացումը բավականին վատնա։ Հենց հաճելի վատնա, էլի։ Թե անիվներից է, թե ինչ է, չեմ հասկանում։ Թե ուղղակի մեքենայի ձայնամեկուսացումն է վատը, բայց այն որ դրսի բոլոր ձայները, անիվների ձայները շատ ուժեղ մեքենայի մեջ է։ Մի քիչ էլ բարձր արագություն զարգացնում ես, քամու ձայնն էլ է մեքենայի մեջ, դե այդ քամու ձայնը երևի բոլորը ունեն այդ խնդիրը։ Հիմա մի հատ, քանի որ այնպիսի ճանապարհի ենք, որ մեզ կարելի է զարգացնել 100 կմ/ժ արագություն, մենք կփորձենք 0-ից 100 սովածան։ Բենզին քիչ է, թե չփոխեմ բենզին։ Փոխեմ բենզին։ Դու ես քֆուրներս լսում։ Հագիա կանչներդ։ Համաձայն եմ աշոտ։ Այն օրը գիտես ինչից էր հետս խոսում մոտավորապես մի ժամ։ Գեյերից։ Այսա։ Եվ ով կրեց լեզբիակեքը։ Աշոտը։ Դնում ենք Sport Plus ռեժիմ բնականաբար։ Կանգնում ենք մի քիչ ավելի հարմար բնականաբար։ Այսինքն օրինակ արկելակ, մինչև վերջ, գազը մինչև վերջ, launch control ենք անում։ 100։ Այդ հեսա դուք մի քիչ հետո կտեսնեք։ Չէ, մի քիչ հետո չէ, հիմա տակը կգրվի։ Ես չգիտեմ քանի վայրկյան տևեց, բայց այդքան է։ Պաշտոնականով, ինչպես ասեցի, 3:3 է տալիս։ Շատ լավն է, այդ սկիզբը ամեն ինչ արժի, սկիզբը հրաշալի է։ Հիմա նայեք, այս սրա մասին էի ասում,
ընդհանուր 510 ձիա ուժա, բայց դե քանի որ launch control ենք անում, այդ պահին ինչ որ 590 ձիա ուժա։ Տենց է։ Դրա համար էլ առանձնապես չեմ ուզում համեմատել Cybertruck-ի հետ, որովհետև Cybertruck-ը մեզ մոտ 840 ձիա ուժեր։ Ճիշտ է, ծանր էր շատ ավելի այս մեքենայից, բայց այնտեղ 0-ից 100-ը ընդամենը 2.6 վայրկյան էր, հələ մենք 2.5 էինք վարում, 2.40 քանի նույնիսկ։ Իսկապես շատ զզվելի էր, շատ տհաճ, այս լինում մեջը, ու այդ ամեն ինչը առանց էմոցիա, որովհետև թեկուզ այս մեքենան էլ, որ այդ ամեն ինչը տեղնա, սպորտը տեղնա, նույնիսկ հոտը մեքենայի լավն է, ասենց սպորտային մեքենայի ես ալկանտարայի կարբոնեղենի հոտը սրահից գալիս, այդ ամեն ինչը կա, բայց էմոցիան շատ ուժեղ կաղում է։ Ասեմ, որ մեքենան բարձրության ու ցածրության կարգավորումներ էլ ունի, այսինքն կարող ես իջացնել մեքենան եւ բարձրացնել դարը։ Հիմա չասեմ ինչ մեքենա է, որովհետեւ սխալ բան կստացվի։ Opel-ը սպորտի ժամանակ, այսինքն Sport Plus-ի ժամանակ մեքենան իջնում է ամենացածր դիրք բնականաբար, բայց կարող ես կոճակով սեղմել եւ բարձրացնել ու ասենք մի քիչ մեծ չափերի կերած խմած պարկած ոստիկանի վրայով անվտանգ անցնել օրինակ առանց մեքենայի տակերը վնասելու։ Նայեք ոնց է կարգավորած այս մեքենայի ընթացային մասերը, ընդհանուր շասին ու կառավարելիությունը։ Ղեկը ոնց որ կպած լինի անիվներին ու նայեք, հոպ։ Հասկանում եք։ Շատ կտրուկ է, շատ լսող է։ Ջա, Աշոտ ջան, ստեսություն, ես քանը հերիքա արդեն սոված եմ, բրատել չեմ կարա։ Ոչ մի ստեսություն, մոռացա բան ասեմ։ Ընդհանուր մեկ լիցքավորմամբ վազքն էլ է բավականին լավը, պաշտոնական տվյալներով, ինչ որ մոտավորապես մի 700 կիլոմետր, այնտեղ էլի խառը թվեր է էլի տված, այս ինչքանից ասենք 550-ից 650 քաղաքային պայմաններում 600-ից եսի ինչ խառը ռեժիմում մի խոսքով սենց մինչև 700-ոտ ինչ որ թիվ է տված, ես իհարկե ոչ մի այդ թվերին չեմ հավատում, մանավանդ մեր պայմաններում, մանավանդ մեր ձմեռներին օրինակ, այն որ նստում ես մեկի բանը, power bank-ը, ասենք մրսելով գնում ես, ասում ես փեջը չմիացնես, մագը չմիացնես, այս չանես, որ չմնանք ճամփին։ Իհարկե դեռ ունենք շատ լուրջ խնդիր ինֆրաստրուկտուրայի, բայց եթե ասենք ունեք սեփական տուն ու արևային պանելներ, ինչու ոչ։ Всё, Էրիկա ոչ։ Այսքանից հետո ես եկա մի եզրակացության։ Մեքենան կապ չունի էլեկտրական է, ներքինայրման շարժիչով է թե ինչ է, բայց պետք է արտադրեն ավտոարտադրողները, ոչ թե տոստերների ու power bank-երի գործարանները։ Ստեսություն։